Պարոն Մխիթարյան, 2026 թիվը ճակատագրական խորհրդանշական է լինելու հայ ժողովրդի համար, ընտրական տարի է լինելու այժմ կարծես, թե ոչ պաշտոնապես նախընտրական շրջան է սկսվել, հայաքվե միավորումը, ինչպես է պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Ուրեմն պետք է ասել, որ հայաքվեն դա ազգային քաղաքացիական միավորում է, բայց ծնվել է որպես նախաձեռնություն քաղաքացիական։ Եվ 2023 թվականից, հիմա արդեն 26 թվականն է, 3 տարվա պատմություն ունի, եւ այդ 3 տարիները մեզ ապացուցեցին, որ միայն քաղաքացիական ակտիվությամբ, քաղաքացիական նախաձեռնություններով էական հաջողություններ չենք կարողանում գրանցել։ Ընդ որում ասեմ, որ այդ անցած ճանապարհը ահագին ուսանելի եղավ հայաքվեի համար, որովհետև սկզբից տեսեք, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական նախաձեռնությամբ օրենսդրական նախաձեռնություն տարվեց ազգային ժողով։ Իհարկե հետո ճակատագիրը բոլորին հայտնի է, որովհետև հայտնի իրադարձությունները եղան 2023 թվականին, բայց դրանից հետո հայաքվեն վերափոխվեց եւ դարձավ արդեն միավորում, որը 1 աստիճան ավելի բարձր էր եւ սկսեց հատկապես այն process-ները, գործընթացները, որոնք ազդում են մարդկանց վարքագծի, քաղաքական առումով, որոշումների կայացման, ակտիվության վրա, սկսեց դրանց հետևել, մասնավորապես ժողովրդավարական գործընթացներին։ Իսկ դրանց գագաթնակետը գիտեք, բոլորին հայտնի է, ճշմարտությունը դա ընտրություններն են։ 23 թվականից մինչև այսօր Հայաստանում տեղի ունեցան, կազմակերպվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Երևանում, Գյումրի, Փարաքար, անցած տարի եւ Վաղարշապատի ընտրություններ։ Եվ բոլոր ընտրություններում հայաքվեն հանդես եկավ դիտորդական առաքելությամբ, որպեսզի հնարավորություն ստեղծի եւ վստահություն բերի ժողովրդի մոտ, հասարակության մոտ, որպեսզի նրանք հասկանան, որ ընտրությունները հենց այնպես չի կարելի կազմակերպել, այլ դա ամենաբարձր աստիճանն է քաղաքացիական մասնակցության, որը վեր է աճում քաղաքական որոշումների կայացման։ Մարդիկ ընտրում են իրենց առաջիկա 5 տարին, թե ինչպիսի կառավարում են ունենալու։ Վերջի ընտրությունները Վաղարշապատից հետո հայաքվեն արժանացավ, ճակերտներում եմ ասում, արժանացավ բուռն հարձակումների եւ հատկապես իշխող քաղաքական խմբակի կողմից, որոնք նկատեցին, որ դիտորդները, որոնք ընտրություններին հետևում են, վերահսկում են, կարող են լինել նաև ազգային նկարագիր ունեցող մարդիկ։ Նրանց համար դա խորթ է, որովհետև մինչև այդ հիմնական դիտորդական առաքելությունները կամ այսպես ասենք սատելիտ դիտորդական առաքելությունները իշխող կուսակցության, նրանք հիմնականում ֆինանսավորվում են դրսից եւ հիմա էլ եւ նախորդ ընտրություններին էլ եւ միշտ նրանց հաշվետվությունները ավելի շատ բարեհաճ վերաբերմունք են ցույց տալիս իշխող քաղաքական ուժի նկատմամբ եւ նրանց համար իսկապես անակնկալ դարձավ, որ իսկապես ազգային ուժը կարող է քաղաքացիական նախաձեռնությամբ դիտորդական առաքելություն իրականացնել եւ իր խոսքը ասել, նաեւ վստահություն բերել ժողովրդին, հասարակությանը։ Եվ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ այդ հարձակումը մի քիչ առաջ իմ ասած ամրագրվեց օրենքով։ Ուրեմն ազգային ժողովը սրանից 2 շաբաթ առաջ հատուկ օրենք ընդունեց հայաքվեի դեմ, թե որ հայաքվեն չի կարող իրականացնել դիտորդական առաքելություն, որովհետև այլ ձևի հնարավոր չէր այս ամբողջը անել եւ դա արվեց կոպիտ սխալներով այն առումով, որ ընտրություններին մնացել է մի քանի ամիս, բայց ընտրական օրենսգրքում էական փոփոխություններ են մտցնում։ Եվ այն 3 պահանջները, որ ներկայացվում էր դիտորդական առաքելություններին, պահանջները ավելացավ եւս 8-ով եւ դարձավ 11 պահանջ, որոնց մեջ է նաեւ օրինակ, որ այն ամենաանհասկանալի կարելի է ասել պահանջը, որ եթե մարդը կյանքի ընթացքում ինչ որ ժամանակ, որովհետև ժամանակ հստակ ֆիքսված չի, քննադատական խոսք է ասել գործող իշխանությունների կամ որևէ կուսակցության հասցեին, նա չի կարող լինել դիտորդ։ Եվ այդ մարդկանց պետք է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն չտան։ Սրանով իշխող քաղաքական ուժը ինչ արեց հայաքվեին, մղեց, որպեսզի հայաքվեն, այո, 1 աստիճան ավելի վերև բարձրանա եւ իր քաղաքականության մեջ իր խոսքը ասի, եւ հիմա մենք ստիպված
Ստիպված է ճակերտներով այնպես չի, որ մեզ համար շատ վատ դա իրավիճակ է, բայց գնում ենք այդ ուղղությամբ, որպեսզի մասնակցենք նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Պարոն Բախտարյան, կան արդեն բանակցություններ, այսօր դուր եք հրապարակվել, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ մասնակցեք ընտրություններին, որ ուժերի հետ եք, եթե կան բանակցություններ, բանակցել եւ Ծառուկյանի հետ նրա հետ մասնակցելու կուզեի անդրադառնալ։ Ուրեմն այս վերջին հատկապես շրջանում այդ բանակցությունները բոլոր ուժերի, քիչ թե շատ ակտիվ ուժերի միջև կան եւ մենք տեղյակ ենք դրանից եւ ինքներս էլ որոշակի ներդրում ունենք, բայց մեր նպատակը ոչ թե գիտեք ինչ որ մեկին միանալն է, ինչպես քիչ առաջ դուք ասացիք, այլ այն է, որպեսզի Հայաստանում ձևավորվեն իսկապես ազգային հիմքի վրա խոշոր բևեռներ, որովհետև մենք մտավախություն ունենք, որ կարող է 2021 թվականի իրադրությունը կրկնվի, իրադարձությունները եղան, ինչ եղավ, մասնակցեց 25 քաղաքական ուժ, ընդամենը 2-ը կարողացան հաղթահարել նվազագույն շեմը, երրորդը մի կերպ այդ օրենքի ուժով անցավ ազգային ժողով, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերի, կուսակցություններ, դաշինքներ, ձայները փոշիացան։ Իսկ մեր դիտողները կարող են իմանալ եւ հաստատ գիտեն, որ այդ փոշիացած ձայները համամասնորեն բաշխվում են անցած կուսակցությունների վրա, այդ շեմը հաղթահարած կուսակցությունների ձայների վրա եւ ստացվեց, որ 20%-ից ավելի մարդկանց, որոնք ձայն էին տվել այս կամ այն ուժին, ընդ որում հիմնականում ընդդիմադիր, այդ ձայները ավելի շատ գնաց քաղաքական ուժին, որը հիմա իշխանության է, որովհետև նա ամենաշատ ձայները հավաքեց այն մնացած, ովքեր որ անցել են։ Ուրեմն մեր բանակցությունների իմաստը սրանից հետևություն այն է, որ այդպիսի փոշիացում այլևս չլինի։ Իսկ Ծառուկյանի մասով Ծառուկյանի մասով ոչ, այդպիսի հստակ բան չկա, նորից եմ ասում։ Չգիտեմ որտեղից է այդ բանը, բայց այո, բանակցություններ կան, բայց հստակ որոշումներ ում հետ ինչպես, այսինքն ինչպիսի միավորումներ պիտի լինեն, դեռևս հստակ չի։ Պարոն Մխիթարյան, խոսեցիք ձայների փոշիացման մասին, բոլորի նպատակը ընդդիմության, այս իշխանության ընդդիմախոսների մեկն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս դեպքում ընդդիմության նպատակը որպեսի կատարվի, ինչպես պետք է մասնակցեն ընտրություններին, հասնելու իրենց նպատակին։ Ուրեմն սա էլ տեխնոլոգիա է, իսկ ես ասեմ, ովքեր որ չգիտեն, 15 տարուց ավելի ընտրական իրավունքի դասախոս եմ մագիստրատուրայում եւ շատ մագիստրանտներին ընտրական տեխնոլոգիաներ նաեւ բացատրում եմ եւ հիմա պարզ հասկանալի լեզվով պատմեմ, թե ինչպես պետք է անել այդ ձեր հարցի պատասխանը, որպեսզի մարդիկ իմանան։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ միշտ իշխող քաղաքական ուժը այս պարագայում ԿՊ կուսակցությունը, նա ունի վարչական որոշակի լծակներ եւ ռեսուրսներ։ Դրանք այն պետական ծառայողներն են, ուժային կառույցներն են, նրանց ընտանիքի անդամներն են, մարդիկ, որոնք ինչ-որ բիզնեսներում զբաղված են, բայց որոշակի կախվածություն ունեն քաղաքական որոշում կայացնողներից, եւ սրանց վրա ազդեցությունը էական է։ Բայց դրանց թիվը ստանդարտ է, այսինքն չի փոխվում, ստատիկ է։ Դա կազմում է Հայաստանի ընտրողների մոտավորապես 10-12%։ Այդքան քիչ։ Այո, նրանք, որոնք հստակ, ուրեմն կողմնորոշված են, որովհետև կախված են։ Ուրեմն այդ 10-12%-ը երբեք չի փոխվում։ 10-12%-ը ուրեմն կարող է, բայց դա ամբողջ ընտրողների մեջ է։ Եթե այդ բոլոր ընտրողները գնան քվեարկության, իշխող քաղաքական ուժը դրանից ավել հավաքելու հնարավորություն չունի։ Բայց դրանք այն մարդիկ են այդ 10-ից 12%-ը, որոնք անպայման եւ միշտ գնում են քվեարկության։ Հիմա տեսեք մի ուրիշ իրավիճակ, երբ որ ոչ բոլոր ընտրողներն են գնում քվեարկության, որը այլ գնում են նրանց կեսը։ Դա նշանակում է, որ կեսի գնալու պարագայում միևնույն է այնքանի որ բոլորի 10-ից 12%-ը գնալու էին, իսկ եթե կեսը գնան 10-ից 12-ը դառնում է 20-ից 25%։ Իսկ եթե կեսից էլ ավելի քիչ գնան, այս 10-ից 12-ը, որովհետև դա ստանդարտ հստակ թիվ է, դա կամաց աճելու է։ Ուրեմն սրանից ինչ հետևություն։ Առաջին հետևությունը՝ պետք է անպայման գնալ քվեարկության, որպեսզի ընդհանուրի մեջ 10-ից 12%-ը ինչքան հնարավոր դրանից ավել չլինի, որովհետև դա ստանդարտ թիվ է։ Եվ երկրորդ, ձայները չփոշիացնեն։ Դա նշանակում է, որ ընդդիմադիր բևեռները պետք է հստակ բևեռներ ձևավորեն, դրանք կարող են լինել 3-4, ոչ ավել,
որովհետև այդքան շատ տեղ չկա ազգային ժողովում։ Ուրեմն 3-4 ամենաշատը բևեռներ, կոնսոլիդացիա եւ դրանց շուրջ եւ իրար հետ համագործակցություն։ Այս պարագայում ամենալավագույն դեպքում իշխող քաղաքական ուժը կարող է հավակնել, եթե մասնակցության տոկոսը պարզ է 100% չի լինի, կարող է հավակնել ամենաշատը 20% քվեների։ Եվ այն էլ նորից եմ ասում, վարչական ռեսուրսի եւ այդ մեխանիզմների եւ լծակների օգտագործման։ Սա մեր բանաձևն է։ Տեսեք, ասում եք վարչական ռեսուրսը կկիրառի իշխանությունը, հիմա էլ այս ոչ պաշտոնապես նախընտրական շրջանում, այսպես իրավական դաշտը վարշավանում են, որ քաղաքական, բանտարկյալներ են լինում, ամեն մի սթից բան բռնում են, որպեսզի մարդկանց կալանավորեն։ Ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսը կիրառել ընտրությունից անմիջապես առաջ, ինչպես է դա դրսևորվելու։ Դա դրսևորման տարբեր եւ բազմաթիվ ձևեր կարող է ունենալ, նույնիսկ կարող է մարդկանց մտքով չանցնել, թե դա ինչպես է կարող լինել, բայց ես քանի որ ավելի շատ կրթության ոլորտում եմ, իսկ կրթական ոլորտի ռեսուրսները ահագին շատ են եւ բոլոր իշխանությունները ըստ էության այդ գայթակղությանը չեն դիմացել օգտագործելու իշա իրենց ընտրությունների ընթացքում, ինչպես է դա տեղի ունենում եւ հիմա էլ է դա տեղի ունենում։ Առաջին, որ վերջերս հատկապես տեսանք, դա ուրեմն բարձր վճարների եւ պարգևավճարների տալն է տարբեր մակարդակների պետական պաշտոնյաներին, այդ թվում նաեւ կրթության ոլորտում։ Դա ըստ էության կարելի է բնութագրել որպես նախաընտրակաշարք, որովհետեւ ընտրակաշարքը հիմնականում այն է, ինչ որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ կամ ընտրությունների ընթացքում են տալիս, բայց սա նախա է, այսինքն ավանսով են տալիս, որպեսզի ընտրությունների ժամանակ դրանք իրենց, այսպես ասենք, ճիշտ դրսևորեն։ Մյուսը վախի մթնոլորտն է, երբ որ շատ ուսուցիչներ օրինակ, էլի կրթության ոլորտից բերեմ, Facebook-ում մի լայք, մի հավանում դնելու համար կարող են իրենց աշխատանքից զրկվել։ Դա նշանակում է, որ պետք է իրենց պատշաճ պահեն, էլի ճակերտներում ասեմ, կամ քվեարկության ժամանակ գնան եւ քվեարկեն նրան, ում որ ենթադրվում է, որ կասեր քվեարկել օրինակ դպրոցի տնօրենը կամ մարզպետարանի համապատասխան վարչության կամ բաժնի պետը։ Այսինքն խրախուսում, վախ եւ շանտաժ։ Սա էլ մյուս կողմն է, այսինքն այն մարդիկ, որոնք ուղղակի քաղաքական կողմնորոշումներ չունեն, նրանց կարող են այսպիսի պահվածքով կարող են վախեցնել, շանտաժի ենթարկել կամ կաշառել, նախակաշառել, որպեսզի նրանք կարողանան մասնակցել։ Սա այն մարդկանց մասին եմ ասում, որոնք քիչ թե շատ անկախ դիրքորոշում ունեն եւ կախված են ինչ որ մի ձևի պետական իրենց աշխատավարձից, աշխատանքից եւ այլն։ Բայց մյուս կողմից նաեւ ընդդիմադիր հատվածը կա, որոնց արդեն վախեցնելու եւ ահաբեկելու մեթոդներն են գործում։ Քաղաքական բանտարկյալներ այսքան որևէ ժամանակ Հայաստանում չի եղել։ Նույնիսկ մեր հարևան երկրներում այսքան քաղաքական բանտարկյալներ չկա։ Սա ինչի մասին է խոսում, որ այ մարդիկ տեսեք, եթե դուք օրինակ մեկ նախադասություն ասեք եկեղեցուն պաշտպանելու համար, դուք կարող եք 6 ամսից ավելի հայտնվել բանտում։ Ընդդիմադիրների իմունիտետ է կարծես ձեռք բերել այս կանոնավորների դեպքում։ Եվ ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, նրանց էլ ասում են, որ դուք զսպեք ձեզ, զսպեք եւ մի արտահայտեք ձեր տեսակետը, դա թող տիրապետող չլինի հասարակության մեջ, որպեսզի մեր այն 10-ից 12%-ը ավելի շատ լինի։ Դա բերելու է ապաթիայի ժողովրդի մոտ, այսինքն մարդիկ մտածելու են, որ ինչ որ բան ընտրություններով չի փոխվելու, չգնան քվեարկության, իսկ դա ձեռնտու է իշխող քաղաքական ուժին, կամ մարդիկ գնալու են վախենալով, օրինակ ընտանիքի ձայները կիսելով, որ արդարանալու տեղ ունենան, որ տեսեք մեր ընտանիքից երկուսը օրինակ ձեզ ձայն տվեց, բայց մյուս երկուսը կներեք, քանի որ ես պետական պաշտոնյա եմ, չեմ կարող եւ ասում եմ, անում եմ այնպես, ինչպես իմ մարզպետն է ինձ ասել կամ համապատասխան նախարարը։ Խորհրդային օրեր առաջ հրապարակվեց մի հեղինակավոր հարցման պատասխան, որի Նիկոլ Փաշինյանը 2%-ով ավելի քիչ ձայներ ստացել ըստ այդ հարցման, քան Սամվել Կարապետյանը։ Ձեր կանխատեսումն ինչպիսին է, որ ուժերը կարող են լինել ազգային ժողովում եւ Նիկոլ Փաշինյանին
խոսակցությունը կկարողանա այդ 50+-ի շեմը հաղթարել։ Վստահաբար պետք է ասել, որ լավ կազմակերպման դեպքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ընդդիմության մասին եմ ասում, եթե շատ լավ կազմակերպված այդ ընտրություններին գնան, իրար հետ համագործակցությամբ կարող է լավագույն դեպքում երկրորդ տեղը գրավել, որովհետև բոլոր սոցիոլոգիական հարցումները եւ ժողովրդի տրամադրությունները մենք եւս շոշափում ենք եւ անընդհատ ձեռքը պուլսի վրա ենք պահում եւ այն թերությունները, որ թույլ են տալիս, դրանք ակնհայտորեն ազդում են նաեւ վարկանիշի վրա, նորից եմ ասում, լավագույն դեպքում երկրորդ տեղը կարող է գրավել, իսկ ընդդիմության ուժերից հարցումները ցույց են տալիս եւ որ Սամվել Կարապետյանի ուժը, Ռոբերտ Քոչարյանի շուրջը ձևավորվող կամ ձևավորված արդեն ուժը, ամենայն հավանականությամբ Գագիկ Ծառուկյանը կարողանա հաղթահարել եւ նոր ազգային ուժերի բլոկը ամենայն հավանականությամբ ի նկատի ունեմ բարձր վարկանիշ ունեցող միասնության թևեր, Հայաքվե, ապրելու երկիրը մեծ շանսեր ունի եւ այսպիսի տարբեր ուժեր, որոնց համախմբումը կարող է բերել իսկապես ռեալ արդյունքների եւ ազգային ժողովում ունենալ 3-4 ուժեր, որոնցից մեկը կլինի այդ ժամանակ ընդդիմադիր, ոչ թե այսօրվա, այլ հետոյի ընդդիմադիր, մեկը կլինի ընդդիմադիր։ Խոսեիք նրա մասին, որ մինչ Փաշինյանը խաղաղության մրցանակ է ստանում, Բաքվում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, Բաքվի բանտերունգերի լինող ղեկավարները Արցախից ազատազրկման են դատապարտվում, նրանցից 2-ը 20 տարվա ազատազրկման, այս մրցանակին արժանի է Փաշինյանը եւ Ալիևը ապահովում։ Այո, արժանի է այդ մրցանակին, բայց ուղղակի այստեղ շփոթել են ամենայն հավանականությամբ, թե ով որ կողմից է հանդես գալիս, փաստորեն Հայաստանը այդ խաղի մեջ չկա եւ երկու կողմն էլ ներկայացնում է Ադրբեջանը, Թուրքիան, ըստ էության այդպես է ստացվում, որովհետեւ այդ գնով խաղաղություն էս ճակերտներում ասենք բերել եւ դրա համար մրցանակի արժանանալ դա ամբողջությամբ ձեռնտու է հակառակ կողմին, այսինքն մեր հակառակորդներին, այո արժանի է, բայց այն կողմից նորից ասեմ։ Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ պետք է ասել, որ սա իսկապես խայտառակություն է, երբ որ մեր լավագույն հայրենիները տարիներ շարունակ արդեն գտնվում են Բաքվի բանտերում եւ այնպես չի որ մենք նրանց մասին շատ տեղեկություններ ունենք։ Սա իսկապես ցավալի է եւ միայն ըստ էության իշխանության փոփոխությունը Հայաստանում եւ ազգային ուժերի իշխանության գալը կարող է բերել նրան, որ կարողանանք մեր գերիներին հետ բերել Հայաստան։ Պարոն Մխիթարյան, այսինքն Փաշինյանը կարող է բերել, թե չի ուզում բերել։ Գիտեք, մտայնություն կա եւ այդպիսի խոսակցություններ կան, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք հայտնվել են բանտում, այստեղ իր ուրույն դերակատարությունը ունեցել է նաեւ Փաշինյանը։ Այնպես չի, որ նրան օրինակ շատ ձեռնտու կլներ քաղաքական իմաստով, օրինակ Ռուբեն Վարդանյանի Հայաստանում գտնվելը, որովհետեւ նա արդեն այն ժամանակ էլ շատ բարձր վարկանիշ ուներ Արցախում գտնվելու ժամանակ եւ նա իր ուրույն դերակատարությունը օրինակ կարող էր ունենալ Հայաստանում։ Նույնը կարող է վերաբերվել նաեւ Արցախի նախկին նախագահներին, ռազմական ղեկավարներին, որոնք էական ազդեցություն ունեն մեր ազգային ինքնագիտակցության ձևավորման, ազգային արժեքների պահպանման վրա եւ իրենց դիմագծով կարող էին փրկել նաեւ այսօրվա Հայաստանը իրենց կերպարով։ Այո, նրան իսկապես ձեռնտու չի, հատկապես մինչև ընտրություններ, որպեսզի մեր հայրենիները վերադառնան։ Եվ դրա համար, իսկ դրանից հետո էլ գուցեև ձեռնտու չլինի, որովհետև այնպես չի, որ Փաշինյանը ինքնուրույն է այդ որոշումները կայացնում, ինձ թվում է ամեն դեպքում նրան թելադրում են այդ որոշումները եւ թելադրում են ոչ Հայաստանի ներսից ակնհայտորեն։